Ես content եմ ստեղծում Embarcadero Technologies-ի համար, որտեղ աշխատում եմ։ Փորձեցինք AI-ով հոդվածներ ստեղծել product-ի մասը։ Շատ վատ ընդունվեց։ Դու չես կարող AI-ով ստեղծես content ու այնքան լավ թաքցնես, որ չերևա հատկապես ծրագրավորողների մոտ իրենք հասկանում են։ Եթե մարդիկ մտածում են, որ ասենք 100 հատ հոդված գցեմ եւ դա ինձ SEO-ի տեսանկյունից ինձ արդյունք կբերի, չի բերի։ Եթե ամբողջ հույսը դնեք ChatGPT-ի վրա, դուք նորից կսխալվեք։ Ինչ եմ սպասում աշխատանքի հետ կապված։ Մի ընկերության մեջ հույսը դնելը, որ ես եթե այստեղ 5 տարի աշխատեմ, հետո կդառնամ մենեջեր, հետո կդառնամ եւ այլ, այդ կարիերայի մի գիծը դառնալու է եւ արդեն դարել է ամենառիսկայինը։ Ես փոքր բիզնես եմ, կամ միջին բիզնես եմ։ Աշխատում եմ ռեալ սեկտորում կամ թեկուզ on-line ինչ-որ բան եմ վաճառում, բրենդ ունեմ կամ digital product եմ վաճառում։ Ինչից ես սկսեմ, որ ես լինեմ AI գրագետ։ Արդյունքի որակը կախված է մոտեցման որակից, միայն գործիքից չի։ Գալիս է prompt engineering-ի հասկացողությունը։ Շատ կազմակերպություններ, չեմ հիշում ստատիստիկան, բայց ասենք 90% էր։ 95։ Փորձում են AI փոփոխություն անել, բայց ստացվում է 10%-ի մոտ կամ 12%-ի մոտ։ Մարդկության պատմության մեջ այսպիսի հնարավորություն չի եղել, որ մարդ ինչ-որ մի բան ցանկանա սովորի ու այսքան հնարավորություն ու ինֆորմացիա հենց իր դեմը դրած անվճար լինի։ Տեխնիկական տեսանկյունը շատ հավանական է, որ ցես պետք չի գալու։ Հա, թողեք դա ինժեներների, պրոգրամիստների։ Դա չի կարևորը։ Կարևորը հենց այն գիրառման կոնտեքստն է։ Ոնց օգտվել եւ ոնց ստանալ որակ։ Ռիսկերը կչացնելու ամենահեշտ ձևը ալիքի հետ գնալն է եւ ոչ թե ալիքին հակառակ։ Եթե դուք այսօր սովորեցիք AI agent ստեղծելու կիրառել, դուք արդեն մարդկության 90%-ից արդեն առաջ եք ընկել։ Ընդհանրապես կարևոր չի, չէ՞, դուք ինչով եք զբաղվում, վարակույր եք ծախում, թե ծրագրավորման ծառայություններ։ Զգուշացնեմ, եթե դուք դա չանեք, ձեր մրցակիցը միանշանակ անելու է, արդեն անում է։ Ագենտ բառը Հայաստանում մի քիչ ուրիշ ձևարանք է։ Ճիշտ է։ Ակոբ ջան, ողջունում եմ ձեզ IKS podcast ստուդիայում։ Դուք հայտնի եք Remote Work Armenia նախաձեռնությամբ, նաև ձեր փորձով որպես Product Marketing Manager խոշոր եւ միջին կազմակերպություններում եւ այս վերջերս շատ խոսում եք AI-ի մասին եւ ներգրավում եք մարդկանց օգտագործել AI-ը։ Ճիշտ նկարագրեցի ինչով եք զբաղված հիմա, թե ինչ որ Ճիշտ է, շնորհակալություն Հայկ ջան։ Շատ հաճելի է ձեր մոտ գտնվելը։ Հա, ճիշտ եք նկարագրել։ Իմ հիմնական զբաղմունքը ներկայումս որպես product marketing manager-ա, ընկերությունը Austin-ում է, հերավար եմ աշխատում բնականաբար, դա արդեն իմ 20 քանիերորդ տարին է, որ հերավար եմ աշխատում։ Եվ այո, այդ հերավար աշխատանքի պոտենցիալը ինձ բերեց նրան, որ իմ մոտիկ ընկեր Matthew Zane-ի հետ հիմնադրեցինք Remote Work Armenian, որպեսզի այդ մշակույթը, այդ հնարավորությունները տարածենք Հայաստանում էլ, հատկապես Երևանից դուրս, սահմանամերձ գյուղերում, մյուս փոքր քաղաքներում եւ այլ։ Իսկ AI-ը այդ ամեն ինչի մեջ մուտք գործեց, երբ որ հստակ դարավ, որ AI-ի կիրառմամբ ցանկացած մարդ կարող է իր կարիերան տանել այն ուղղությամբ, որ իրան հարմար է։ Այսինքն ինքը եթե հերավար աշխատում է, ինքը կարա տանը նստած կարիերա սկսի 0-ից ու դա անի ոնց որ 10 հոգանոց թիմ ունենալով։ AI-ի արհեստական բանականությունը այդ հնարավորությունն է տալի։ Արդեն մեր այն workshop-ները, որ մենք անում ենք մինչև հիմա Երևանում, ներողություն, Իջևանում եւ Գյումրիում ենք արել, մտադրված ենք շարունակել Հայաստանի բոլոր մարզերում, արդեն արհեստական բանականության բաղադրիչը արդեն մասնակազմում այդ workshop-ներին, որ մենք տալիս ենք մասնակիցներին։ Շատ լավ, բայց ես ուզում եմ, որ մենք վերադառնանք 25 տարի առաջ, երբ որ դուք նոր սկսել եք remote աշխատել, այդ տրենդը բոլորի համար սկսվել է 20 թվականից հետո, մի քիչ մարդիկ կան, որոնք որ դրանից առաջ աշխատում էին, բայց որ 25 տարի առաջ remote-ը ինչ որ մարդու համար դա կարող լիներ սովորական բան, հնչում է այսօրվա դրությամբ մի քիչ տարօրինակ։ Եկեք վերադառնանք, հասկանանք ոնց դա ստացվեց, ոնց դուք հասկացաք, որ ապագան է դրա մեջ, որ շատանալու են մարդիկ։ Իրականում ես
դա չհասկացա, որ դա բականալն է անկեղծ ասած այդ պահին, ուղղակի ինձ շատ դուր եկավ։ Ուրեմն որտեղ եք ապրում այդ ժամանակ։ Կիպրոսում, Լիբանան, Կիպրոս գնում գալիս էի։ Կիպրոսում աշխատանք էի փնտրում ճարտարապետական բանում ոլորտում ու պատահական հայտարարություն տեսա թերթում հունարենից անգլերեն թարգմանության հետ կապված։ Մտածեցի լավ։ Վատ միտք չի էլի, կարող եմ այս գործով զբաղվել, մինչև ավելի կայուն ինչ-որ մի բան գտնեմ։ Պարզվեց դա ամերիկյան կառավարական հաստատություններ, որը զբաղվում էր մեդիա քոնթենթը, տեղական մեդիա քոնթենթը անգլերենի թարգմանելով։ Դա այնքան հաճելի աշխատանք էր, եկամուտն վատը չէր, ու տենց մնաց, ու տենց գնաց։ Դա արավ իմ մշտական աշխատանքը։ Դա այդ գործը ես արեցի 19 տարի։ Ինչ որ ժամանակ եղել է, որ գրասենյակում աշխատել եմ, on-site աշխատել եմ, Երևանում Գինոսիում մոտավորապես 1.5 տարի աշխատեցի մարքեթինգ, բայց այդ ժամանակ ես էլի պահպանում էի այդ հերավար գործը, որտեղ շատ եմ սիրում։ Պատահական ստացվեց, ես դրան չնայեցի որպես ապագա ինչ որ մի օր գալու է, որ ամբողջ աշխարհը տենց է լինելու, չէ, բայց ես արդեն համոզված եմ, որ իր պոտենցիալը այնքան բարձր է հերավար աշխատանքի, որ դա լինելու է գնալով ավելի տարածված, հատկապես երբ որ հնարավոր դառնա հերավար կառավարել ֆիզիկական առումով, այսինքն օրինակ գիտեք ռոբոտային համբուրգեր սարքող ռոբոտներ, չէ, օրինակ պատկերացրեք դուք ունենաք բիզնես, որը Դուբայում է, fast food ռեստորանը, ունի մի աշխատող, որը շաբաթը մեկ գալիս է, ասենք մի քիչ ինչ որ անսարք բաներ է սարքել եւ այլ ռեմոնտ բանի եւ այլն, բայց այդ ռեստորանը ռոբոտային է, ինքը մեխանիկորեն է աշխատում եւ դրա սեփականատեր եւ կառավարողը դուք եք Հայաստանից, այսինքն դուք կարող եք մտնել ցանկացած բան physical manipulation, հա, հերավար։ Եվ որ դա դառնա սովորական, արդեն այդ remote-ի ընկալումը բազում պատկերվելու է 1000x։ Դա շատ հեշտ չի։ Բայց իմ մոտ վերադառնանք թեմային, իմ մոտ պատահական ստացվեց, բայց միշտ եղել է իմ ամենա նախընտրած աշխատանքը այդ remote-ի հնարավորությունները։ Ես ճամփորդել եմ օրինակ Հնդկաստանում մի ժամանակ յոգայով էի զբաղվում, բան, ուղղակի աշխատանքս հետս վերցնում էի, գնում էի։ Դա շատ անսովոր բան էր մարդկանց համար այդ ժամանակ, բայց հետո COVID-ից հետո արդեն դարավ շատ ոչ ոք չի զարմանում արդեն remote-ի հնարավորությունից։ Դա ինձ տվեց հնարավորություն նախ ճամփորդել առանց աշխատանքից ինչ որ խնդիրներ ունենալու երկարաժամկետ։ Երկրորդը ես շատ եմ հպարտանում այն բանով, որ ես իմ երեխեքի հետ եղել եմ իրանց ծնված պահից ցերեգիշեր իրանց ծնված պահից մինչև այսօր իրանց կյանքից ոչ մի րոպե ես բաց չեմ թողել։ Դա ես համարում եմ շատ թանկարժեք բան։ Իմ ընտանիքի ընտանեկան կյանքից ոչ մի բան ես բաց չեմ թողել։ Ես այդ նաև նույն այս թեմայի մեջ, որ ընտանիք գործ այդ բալանսը պահելու համար challenge-ա, չէ, երբ որ դու remote ես աշխատում, ոնց անել, որ այդ ոնց որ դու կարողանաս քո կյանքը ու քո աշխատանքը իրարից տարանջատես։ Ես ընդունում եմ, որ դա տարածված միտք է, որ տարանջատել ընտանեկանը, ես ընդհանրապես չեմ տարանջատում։ Okay. Ես այդ ընտանեկան քաոսը ինձ շատ հաճելի է, ես շատ եմ սիրում այդ քաոսը։ Ես չեմ կարող որ ճիշտն ասեմ։ Մենք ունենք մի հատ լաբրադոր, որը ինքը իրանից քաոս է։ Ես տարիների ընթացքում սովորել եմ այդ քաոսի մեջ հանգիստ աշխատել։ Ու ասենք այդ ընդհատել աշխատանքը, չգիտեմ, հավեսս տվել է ընտրիկ սարքել, վերադառնալ աշխատանքի կամ ինչ որ ուրիշ բան տնից դուրս գալ, վերադառնալ եւ այլը, անջատել միացնել այդ աշխատանքային բանը, մոդը, իմ համար դարել է շատ սովորական, շատ նորմալ։ Հետևաբար ես այդ ամեն ինչը միասին ապրելուց գերագույն հաճույք եմ ստանում։ Չեմ փորձում դարանջատել, որտեվ դա կներեք, բանը ինքը ստրես է ստեղծում։ Եթե տանն ես աշխատում եւ փորձում ես տան կյանքը դարանջատել քեզանից որ կարողանաս աշխատես, դա միայն ստրեսի բուն է։ Այդ ստրեսը չունեմ, որովհետև չեմ փորձում տարանջատել։ Okay, հետաքրքիր մոտեցում է։
Այս վերջերս տենց ինչ որ խոսակցություններ են անդադ գնում, մանավանդ 21 թվից հետո, երբ որ շատ մեծ վենչուրային ինվեստիցիաներից հետո մեծ IT կամպանիաները հասկացան, որ պետք է staff-ը քչացնեն, ավելի քիչ remote աշխատողներ ունենան, ինչ որ փոփոխություն տեղի ունեցել է շուկայում remote աշխատողների համար, ու որտեղ է вообще տրենդը գնում։ Տրենդը գնում է այս պահին, եթե ասեք այս պահին ուրա գնում է հակառակողությամբ։ Այսինքն հետ են կանչում, ուզում են այդ օֆիսային, բայց դրա համար կան տարբեր պատճառներ։ Նախ հերավար աշխատանքի առավելությունը անհերքելի է, եթե դու աշխատողներ ես ընդունում, կա հսկայական տարբերություն աշխատողը ընդունես քո գրասենյակից 2 ժամ ավտոյով, ասենք Ամերիկայի մասշտաբով եմ ասում, ասենք 2 ժամ հեռավորության վրա աշխատողների քո պոտենցիալ աշխատուժը միայն այդ տարածքից է, ընտրություն չունես, հա, ահավոր ժամանակապակա չէ, իսկ երբ որ հեռավար է, ամբողջ աշխարհն է արդեն, դու կարող ես աշխատողներ ընդունել, որոնք 2 անգամ ավելի արդյունավետ են աշխատում, բայց կես աշխատավարձ են պահանջում, կախված երկրից, կախված բանից, դրա պոտենցիալը հսկայական է, եւ որ դու կարիք չունես գրասենյակային տարածքներ վարձել, չէ, հարկեր տալ, կույքը, հարկերը եւ այլն, այդ բոլոր ծախսերից դու արդեն ազատվում ես։ Բայց որ տենց է, խի է տրենդը հակառակը։ Որովհետեւ կան, օրինակ, կա հոգեբանական տրենդը, կա management-ի հոգեբանություն, որը չի ընդունում այն միտքը, որը աշխատողի իր աչքի առաջ չի։ Ամբողջ օրը։ Այսինքն իմ աչքի առաջա ինձնից մրսում է ու այդ տեսակն է, որ ինքը ժամ է հաշում, այլ ոչ թե արդյունք, ինքը կենտրոնացած չի արդյունքի վրա, այլ կենտրոնացած ժամերի վրա։ Ես իրան բերում եմ, ինքը պետք է այստեղ լինի, որ ես իր աշխատավարձը պետք է աշխատի, որ կարողանա փող ստանալ։ Երկրորդը կան հսկայական օֆիսային տարածքներ ամբողջ աշխարհում, որոնք ունեն 10 տարվա լիզ, պայմանագիր, որը գումարը արդեն տված է։ Այդ լիզը պիտի օգտագործվի, թե չէ։ Դա էլ է պատճառ։ Ամերիկայում կան հարներով հազարավոր քառակուսի մետրով տարածքներ, որոնք դատարկ նստած են։ Ինչի, որովհետև այդ ընկերությունները տեղափոխվել են remote-ի։ Ու իրանք նստած են, չգիտեն ինչ անեն, բնակարանների փոխենք, հյուրանոցների փոխենք եւ այլ եւ այլ։ Դա հսկայական տրենդ է։ Իսկ իմ կարծիքով ինքը անշրջելի է, հա, փորձեր կան անընդհատ որ շրջվի, բայց անշրջվելի է, որովհետև պոտենցիալը անհերքելի է, ինքը դու չես կարող։ Այն պոտենցիալը այնքան շատ է, ու ասում եմ, երբ որ ինքը տեղափոխվի ֆիզիկական բանի, մանիպուլյացիայի։ Օրինակ, Գինոսիում որ աշխատում էի, ունեինք հյուրանոցային տարածքներ, հա, management-ի տակ, ամբողջ աշխարհով 2 հատ կար, մի հատը Շիկագոյում էր։ Շիկագոյի հյուրանոցը աշխատող չուներ։ Չկար աշխատող։ Ո՞նց էր աշխատում։ Մի հատ բանել կար, software-ը, ծրագիրը Հայաստանում էր ստեղծվել եւ management-ը այդ ամեն ինչի Հայաստանից էր արվում։ Մարդիկ գալիս էին անձնագիրը կպցնում էին էկրանին, check-in էին անում, մտնում էին սենյակ, կոդ էին ստանում, սենյակ էին մտնում, դուրս էին գալի։ Այնտեղ կար 2 խնդիր, մի հատը բանը մակրելը, այսինքն մակրողները գալիս էին։ Բնականաբար դա չես կարող փոխարինես։ Մեկ անվտանգության խնդիր, եթե մեկը իրան, ասենք, ճիշտ չէր պահում, այնտեղ անվտանգության բաններ մեկ առաջանում, բայց ներողություն, reception, բանը ամեն ինչ այդ human բանը factor-ը ինքը արդեն ինքը չկար, ավտոմատացված էր ամեն ինչ։ Այդ տարիներից արդեն այդ ամեն ինչը կար։ Նաև դուք speaker եք Future of Work-ի թեմաների շրջանակներում։ Նույն թեմաներով, ինչը հիմա ենք խոսում։ Եվ ուզում եմ ոնց որ մի քիչ ավելի կոնկրետ խոսանք թե նրա մասին, ոնց է աշխատանքը փոխվելու ապագայում, օրինակ նայենք 5 տարի հետո։ Այսօր մարդիկ սովորեն ինչ որ աշխատավոճի, մտածելակերպի իրենց աշխատանքի նկատմամբ, ոնց է դա փոխվում կամ արդեն փոխվել է կամ դեռևս պետք է փոխվի։ Ինչ է մեզ սպասում աշխատանքի հետ կապված։ Իմ կարծիքով, եթե մենք համեմատենք վերջի մի քանի դարվա ամենամեծ փոփոխությանը, որը մաններ արդյունավետության հեղափոխություններ, հա, Industrial Revolution, գնացքները, գործարանները ինչպես փոխեցին աշխարհը, դա համարվում է ամենամեծ փոփոխությունը, չէ, աշխատանքի եւ արդյունավետության ոլորտում։ Սա լինելու է 1000 անգամ ավելի մեծ։ Ոնց կարծիքով ես եւ մենակ ես չեմ, որ այդ կարծիքին եմ։
Հելենորա sense ասած սկսել այս ամեն ինչը արհեստական բանականության պոտենցիալը, որ ինքը ունի, եւ ռիսկերը նույն ժամանակ արդյունավետության հեղափոխությունը հանգեցրեց պատերազմների, չէ, հենց ամբողջ աշխարհի տնտեսական քարտեզը վերաբանարեց, չէ, վերադասավորեց։ Նույնը անելու է արհեստական բանականությունը, բայց հենց նոր ենք հենց սկիզբը տեսնում։ Ինքը շատ է փոխելու, ասենք սովորական մարդու համար, որ աշխատում է, ամենամեծ փոփոխությունը լինելու է այն ընկալումը, որ մի ընկերության մեջ հույսը դնելը, որ ես եթե այստեղ 5 տարի աշխատեմ, հետո ինձ եթե կդառնամ մենեջեր, հետո կդառնամ եւ այլ, այդ կարիերայի մի գիծը դառնալու է եւ արդեն դարել է ամենառիսկայինը։ Այսինքն ամեն ինչը հույսը բանը դնել մի ուղղության վրա դառնալու է ամենավտանգավորը։ Հետևաբար ամենախելամիտ ստրատեգիան կարիերայի տեսանկյունից լինելու է նախ բազմաթիվ ուղղություններով եկամուտ ապահովելու հնարավորությունը, այսինքն դու ունես full-time աշխատանք, իհարկե դու այդ full-time աշխատանքից բնականաբար չես հրաժարվելու, ասենք դուրս, բայց նույն ժամանակ ունենալու ես այնինչ կոչվում է side hustle, չէ՞։ Այսինքն կողքից գործ, որպեսզի այդ ռիսկայինությունը թեթևացնես, այսինքն եթե մի գործի հետ ինչ-որ խնդիր առաջացավ, մյուսը արդեն լրացնում է այդ բացը։ Ու side hustle-ի կոնցեպտի տակ կան շատ բաներ, ամեն ինչը սկսում է personal branding-ից, այսինքն դուք ինչ ունեք, որ ձեզ տարբերում է բոլոր մնացած աշխարհի բոլոր մարդկանցից, եւ դա միայն դպրոցում կամ համալսարանում սովորածը չի, կա ձեր կյանքի փորձը, ձեր յուրահատուկ տեսանկյունը ցանկացած հարցի շուրջ եւ այն դու կարող եք այդ ամեն ինչը համատեղել եւ դարձնել ինչ որ ուղու, հա, որը ձեզ կարող է բերել վերջում եկամուտ։ Օրինակ շատ հեշտ է հիմա գրքեր թողարկել։ Առաջ շատ բարդ բան էր, հիմա շատ ավելի հեշտ է։ Չի ասի շատ հեշտ, որովհետև եթե երբեմն պարտադիր չի գրել գրքեր։ Արհեստական բանականությունը կարող է գիրքն էլ գրել։ Ասում, ուղղակի այնտեղ մի փոքր ծուղակ կա։ Եթե ամբողջ հույսը դնեք ChatGPT-ի վրա, դուք նորից կսխալվեք։ ChatGPT-ին օգնում է, որ դուք այդ ամեն ինչը շատ ավելի հեշտ իրականացնեք, բայց միևնույնն է դուք պետքա editing անեք, դուք պետքա դարձնեք humanized, հա, որ ասում եմ, արդեն humanization-ը թեմա է դարձ, չէ, դա դարձնեք ձերը, այո, ու դա ներկայացնի ձեզ, բայց իրոք այդ side hustle-ը արդեն արհեստական բանականություն այնքան հեշտ է դարձնում, որ ուղղակի ափսոսա չանելը եւ շատ ճիշտ է անելը։ Side hustle-ի շատ տեսակներ կան, համ պրոդուկտներ թողարկել, համ կողքից ծառայություններ մատուցել եւ այլ։ Ու դա հենց էտա որ այնտեղ հերավար աշխատանքը շատ է օգնում, որովհետեւ եթե դուք ինչ որտեղ աշխատանք ունեք, դուք բնական է որ side hustle-ը լինելու է remote։ Պարզա չէ, դուք չեք գնալու ուրիշտեղ, չէ։ Դա շատ դժվար կլինի հենց գործի տեղը էտի անել։ Ինձ թվում մարդկա փորձում է, բայց հա շատ դժվար է դա լինելու է դա անել։ Դա շատ կարևոր է դառնալու, որովհետև մարդու անհատականությունը դառնալու է շատ կարևոր բան, ունիկալ տեսանկյունը եւ այդ տեսանկյունը ծառայությունների եւ պրոդուկտների ձևափոխելը դառնալու է շատ կարևոր թեմա, շատ կարևոր ուղղություն։ Ու հենց այնտեղ էլի արհեստական բանականությունը շատ է օգնելու։ Մենք ունենք այս Ikigai թեմային արդեն կարող ենք մի քիչ մոտենալ։ Իմ գործընկերոջ Մաթյուի հետ Ikigai անունով 40 րոպեանոց անվճար դասընթաց ենք բանարել, որտեղ ինտերակտիվ պրոմպտերի օգնությամբ մարդ կարող է իր անձնական ինչ իրան վերաբերում աշխատանքային փորձը, տեսանկյունը, հոբիները, բաներ ամբողջ հետ համատեղել եւ ստանալ իր նկարագրին ու իր ցանկություններին համապատասխան կարիերայի ուղղություններ։ AI-ը դրանում շատ լավ է, ինքը դարբեր տեղերից ինչ որ բաներ համատեղել եւ ինչ որ նոր բաներ առաջարկելու մեջ շատ լավ է։ Դա AI-ը իդեալական է դրա համար։ Ինքը մասնագիտական կողմնորոշման ոնց որ մասին է, ուղղակի հիմա մասնագիտությունը դարել է ոչ թե մասնագիտություն, այլ մի քիչ ավելի լայն հասկացողություն է։ Շատ ավելի լայն հասկացողություն, այո։
Մասնագիտություն ստեղծելը հեշտ է, եթե դու, ասենք, այսինչ բանն ես սովորել, դու այսինչ բանում փորձ ունես, բարձա որ դու ինչ որ մի ուղղության վրա դու կարող ես քեզ համարել մասնագետ այդ հասկացողությամբ, բայց որ դու շատ ավելի լայն հնարավորություններ ես ուզում ստեղծել, ուզում ես մի բան անես, որ դու կյանքում չես արել, չէ՞։ Այնտեղ դու պետք է համատեղես ոչ միայն բանը ուսուցումը կամ կարիերայի փորձը, այլ անձնական նախընտրությունները, ցանկությունները, ինչը քեզ դուր է գալի կամ ինչով ես ուզում զբաղվես, քո բնական հմտությունները, եթե դու շատ լավ ես կոմունիկացիայի մեջ, ասենք մարդկանց հետ խոսալուց եւ այլ, կարող քո գործի մեջ ընդհանրապես դա քեզ պետք չի գալի, բայց դու դա քո մոտ շատ զարգացած հմտություն է, դու կարող ես դա վերցնել ու դա համատեղելով փորձի եւ բանի հետ, background-ի հետ, սարքել կարիերայի ուղղություն, on-line կուրսեր տալով, YouTube channel բացելով եւ այլ։ Դա կլինի side hustle բացի գործից։ Հա, այո, եւ կլինի այնպիսի side hustle, որ բացի եկամուտից կբերի նաեւ խորը գոհունակություն, եւ որ դու անում ես ինչ որ ճակերտյալ ինչի համար որ դու ծնվել ես, հենց ասած, հա, այդ ամենախորը ինչ կարողությունները բաներ որ դու ունես, դրանց կիրառումը շատ ավելի խորը գոհունակություն է բերում աշխատանքային ոլորտից, դա աշխատանքից շատ ավելի բարձր ինչ որ մի բան է դառնում է առաքելության նման ինչ որ մի բան։ Այո, կյանքի իմաստ, Իքիգայը հենց կյանքի իմաստն է, ճապոնական կյանքի իմաստը։ Մեր հենց միտքը դա ստեղծելու այդ դասընթացը հենց դա էր, որ մարդկանց օգնենք, որոնք այդ օֆիսային աշխատանքից հոգնել են, միգուցե մի քիչ, ասենք, իրենց կարիերայի մեջտեղում են, ոչ թե սկզբում, հա, բայց զգում են, որ ինչ որ այնտեղ մի բան վտանգված է, արդեն շատ բան է փոխվում եւ այլն։ Հիմա շատ մարդիկ են տենց զգում կարծիքով։ Ու ուզում են ինչ որ ձև, որ իրենց կօգնի այդ ինչ որ փոփոխություն անել, խելամիտ ձևով, որ ոչ թե ավելի մեծ վտանգներ ստեղծեն իրենց համար, այլ ավելի ապահով ու ավելի դեպի ինչ որ դրական ուղղության վրա ինչ որ փոփոխություն անեն, որը իրանց կբերի հաջողություն եւ ապահովություն, այսինքն արհեստական բանականության ռիսկերից ավելի հեռու, հա, մնալ նույն տեղը դարել ամենավտանգավոր բանը։ Շատ լավ։ Ես կուզենայի մի քիչ խոսենք AI-ի կիրառման մասին, մասնավորապես կազմակերպությունների մեջ ոնց են կիրառում AI-ը, ինչ փոփոխություններ է տեղի ունենում։ Ես վերջերս մի հատ report էի կարդում, որտեղ որ նշված էր, որ շատ կազմակերպություններ, չեմ հիշում ստատիստիկան, բայց ասենք մի 90% էր տոնում։ 95 MIT փորձում են AI փոփոխություն անել, բայց ստացվում է 10%-ի մոտ կամ 12%-ի մոտ։ Որն է այդ փոփոխությունը, որից որ կարելի է սկսել, հենց նույն Ikigai կոնցեպտով, որ մի փոքր բանից սկսել, հետո կարողանալ դա մեծացնել, զարգացնել, ինչից օրինակ փոքր կամ միջին կազմակերպությունները Հայաստանում կարային AI-ը սկսեին կիրառել, որը որ արդյունք կտար ու իրանք կտեսնեին, որ դա ուղղակի hype չի, ուղղակի խոսակցություններ չի, այ հենց իրանց գործի մեջ իրանց ավելի շատ գումար կտա կամ ավելի քիչ ծախս իրանք կունենան, ու ավելի շատ փող կարողանան աշխատեն դրա հաշվին։ Որն են այդ կիրառության հենց տեղերը որտեղ շատ լավ։ Նախ այդ ինչ որ նշեցիք 90-ից ավելը դա Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի հետազոտումն է, որը պարզեց, որ 95% որ enterprise level, այսինքն մեծ ընկերությունների դեպքում արհեստական բանականության կիրառումը համարվում է ձախողված։ Աննորմալ տիպ է, բայց շատ ինձ թվում է այնտեղ մի քիչ կարող է սխալ հասկացողությունն էլ դառնա, որտեվ ես LinkedIn-ով որ կարդացի դրա մասին, այնտեղ քննադատություններ կար, որ ասում էին մի քիչ դա սխալ տպավորություն է ստեղծում, որովհետև այդ ձախողումը ավելի սահմանափակ է, քան մարդիկ պատկերացնում են։ Այո, 95%-ը ունեցան խնդիրներ, բայց ինքը կատաստրոֆա չի, աղետը չի, ինչ որ ասենք տպավորությունն է ստեղծում։ Չեմ ասում հաջողակ էր, բայց դա առաջինը դրանից է գալի, որ կիրառման դեպքում իմ կարծիքով ճիշտ process-ները մինչև վերջ չեն կիրառվում։ Այնտեղ կա process, օրինակ ձեզ շատ բարձ օրինակ տամ։ Ես content եմ ստեղծում մեր Embarcadero Technologies-ի համար, որտեղ աշխատում եմ։ Փորձեցինք AI-ով հոդվածներ ստեղծել product-ի մասին։
Okay, նոր version ունենք, նոր գալու է սեպտեմբերին թողարկելու ենք։ Դրա մասին որոշեցինք սկսել խոսալ նախորդ, որովհետեւ մի քիչ մարդկանց ոգևորենք, թե բան եւ այլն, տենց հետաքրքրությունը բարձրացնենք։ Սկսեցինք product-ի մասին խոսել, շատ վատ ընդունվեց։ Մարդիկ հասկացան, որ AI է։ Նախ ինքը շատ բարձ զգացում է, որ AI է, դու չես կարող AI-ով ստեղծես content ու այնքան լավ թաքցնես, որ չերևա հատկապես ծրագրավորողների մոտ իրենք շատ հասկանում են, բայց իրանց չի խանգարում դա, որ AI է։ Եթե իրանք տեսնեն արժեք դրա մեջ այդ ինչ որ ինքը կարդում է, ինքը կկարդա AI-ը թե ոչ, վերջում ամբողջ աշխարհը տենց անելու է։ Ուղղակի իրանց խանգարումը այն, որ իրան արժեք չի տալի։ Ինչ որ օգտակար բան չի փոխանցում, ուղղակի բարերի համատեղում է դուրս գալի։ Ես վերցրեցի մինչև հիմա իմ գրած հոդվածները նույն ընկերության համար։ Մոտ 300 բլոգ post ունեմ այնտեղ, բլոգում կան։ Ամբողջը download արեցի, PDF-ի մեջ դրեցի եւ Gemini Pro-ով եմ աշխատում կոնկրետ այս դեպքում, ասացի analyze my voice and style։ Իմ ոճը սովորի, նոր ինձ հոդված տուր։ Իմ ձայնով ինքը արդեն 90% մոտեցավ իմ ոճին եւ բայց մեկը պետքա վրան աշխատի։ Մեկը պետքա վրան աշխատացվի, դա չի կարելի։ Ինքնացիով միշտ պետքա դա շեշտել, որովհետեւ մարդիկ մտածում են, որ կարելի է AI-ին տալ, հետո հենց նույն արդյունքը ստանալ ու հատկապես եթե մարդիկ մտածում են, որ ասենք 100 հատ հոդված գցեմ եւ դա ինձ SEO-ի տեսանկյունից ինձ արդյունք կբերի, չի բերի։ Եթե ինքը միայն հույսը ժամանակ խնայելն է եւ որակ ստեղծելու կամ արժեք ստեղծելու կոմպոնենտը այնտեղ չկա, ինքը պետք եղած արդյունքը չի բերի։ Պարզա որ բարդ է լինելու կիրառելը, որովհետեւ ունես հատկապես enterprise մեծ ընկերությունների մակարդակում դու ունես շատ բարդ process-ներ։ Եվ բացի արհեստական բանականությունից դու ունես նաեւ գործակալը AI agents, agentic AI-ի հասկացողություն, որ ինքը ոչ միայն արհեստական բանականությունը, այլ նաև ինքը ինքնուրույն որոշում կայացնելու տեղ ունի։ Այնտեղ արդեն շեղվելու պոտենցիալը, արդեն ռիսկը մեծանում է ու շատ է մեծանում։ Ու չեմ զարմանում, որ ընկերություններ էքսպերիմենտներ են արել ու արդյունքները իրենց չի գոհացրել, որովհետև դա պետք է լինի շատ խիստ պայմաններում, երկար փորձով եւ շատ խիստ վերահսկողությամբ, որովհետև դե բոլորս գիտենք, որ hallucination հասկացողությունը կա, չէ, եւ որ արհեստական բանականության արդյունքները, որ ինքը բերում է դնում է դեմդ, կա սխալ ինֆորմացիա։ Ֆակտորի վրա հիմնված չի, ինչ որ բան ինքը հորինում է։ Ինչ որ հորինված բաներ, այո, եւ այլն եւ այլն։ Իսկ դու դա չես կարող անես ոլորտներում, ինչպիսին են, օրինակ, իրավաբանական ոլորտը։ Կարաս անես, չես կարող անես։ Քաղաքական առողջապահություն, կառավարական ոլորտը, դու չես կարող, դա չի կարող ընդունելի լինել այդ ոլորտներում։ Ուր մնաց ասենք մենք օքեյ լավ, եթե դու սովորական content ես ստեղծում, կարելի է ինչ-որ վրիպել այստեղ այնտեղ, օքեյ, դա հետևանքներ չի բերի։ 5 րոպե հետո կմոռացվի։ Հա, ճիշտ։ Բայց կան ոլորտներ, որտեղ դա աղետալի արդյունքների կարա բերի։ Հետևաբար վերահսկողությունը եւ որակի ապահովումը այնտեղ դառնում է գերագույն նպատակ։ Շատ լավ, բայց ո՞նց անեն ընկերությունները, որ իրանք իդեպ դուք ասացիք, որ էքսպերիմենտներ են անում ընկերությունները, շատ հետաքրքիր միտք էր։ Եթե AI-ել չլներ, ընկերությունը էքսպերիմենտ էր անելու ու իր 90%-ից ավել էքսպերիմենտները fail էին լինելու, որովհետև երբ որ դու ընկերություն ես ու դու ուզում ես ինչ-որ նոր բան փորձես, բարձա որ դու մի 50 անգամ պետք է մի նոր բան փորձես, որ 51-րդ անգամ քո մոտ ստացվի։ Տենց է աշխատում բիզնեսը, կյանքը, ցանկացած ոլորտում, ցանկացած տեղ։ Հիմա մենք AI-ի վրա կախում ենք, որ ինքը մարդիկ փորձել են, չի ստացվել, դե 90%-ի մոտ չի ստացվում։ Դրա համար ես ուզում եմ կենտրոնանալ մենք նրա վրա։ Փորձեն, էլի փորձեն։ Այո։ Առաջի միտքը, որ արձանագրենք նա է, որ եթե փորձել ես չի ստացվել, դա չի նշանակում, որ էլ պետք չի փորձել, որովհետև եթե չփորձես հաստատ ոչ մի բան չի ստացվելու ու դու հետ ես մնալու, իսկ AI դարում դու չես կարող հետ մնաս, որովհետև ուրիշները փորձելու են 50 անգամ ու 51-րդը ստացվելու է, իրենք քեզանից առաջ են գնալու։ Արդեն կան ընկերություններ, որոնք որ փորձել են ու իրենց մոտ ստացվել է, այսինքն նշանակում է, որ փորձը անիմաստ չի։ Դա մեկ, երկրորդը, եթե մենք հասկանում ենք, որ
իրանք sense տենց պետքա փորձեն։ Ոնց անեն, որ փորձեն ու ոչ թե 500-րդ անգամից ստացվի, այլ գոնե 50-րդ անգամից։ Այստեղ կա մի հետաքրքիր միտք, ուրեմն ցանկացած տեխնոլոգիա, որը տեսնում է լայն կիրառում, ինչ որ մի բանի ծախսը քչացնում է 90%-ով։ Օրինակ հոսանքը, հա? Հոսանքը թույլ տվեց այդ լուսավորման ծախսը, ասենք մոմեր համեմատած, ասենք մոմերի կամ ուրիշ մեթոդների։ Հա, դե գազային ինչ-որ սիստեմներ կա։ Օրինակ, ինքը այդ էներգիան ստեղծելու եւ լույսը ստեղծելու ծախսը քչացրեց 90%-ով։ Հետևաբար ինքը բնականաբար լայն կիրառում ստացավ։ Արհեստական բանականության դեպքում ինչի ծախսն է, որ քչանում է 90%-ով, եթե ինքը պիտի ստանա լայն կիրառում։ Ինչի։ Կանխատեսում։ Արհեստական բանականության արժեքը կանխատեսման, այսի շատ հետաքրքիր գրքում եմ կարդացել, կանխատեսման ծախսը քչացնում է 90%-ով։ Այսինքն, եթե ես պիտի 100 անգամ այսինչ բանը փորձեմ 100-րդ անգամ իմ մոտ ստացվի, արհեստական բանականությունը ինձ կօգնի այդ 100-ով ոչ թե հերթականությամբ անցնել, այլ մոդելավորմամբ ես շատ արագ հասնել այն ինչին ես ուզում եմ։ Դա ամենավառ օրինակը դեղորայքերի դեպքում է։ Okay. Հա, եթե ես ճիշտ եմ հասկանում հիվանդի կարգավիճակը, ինձ համար շատ ավելի հեշտ է արհեստական բանականության օգնությամբ ստեղծել դեղորայքեր, որը հատուկ այդ մարդու համար է։ Ես առանց արհեստական բանականության կարող եմ ստեղծել դեղորայք, որը հատուկ այս մարդու հիվանդության այսինչ կարգավիճակին համապատասխան, նույնիսկ իր DNK-ի, հա, DNT-ի համապատասխան ինչ որ բան կարա լինի, չեմ կարող։ Ես կարող եմ ստանդարտ դեղ եմ ստեղծում դոզաներով, փորձում եմ այդ դոզաներով այդ մարդուն բուժել։ Բայց մի քանի տարուց, եթե ոչ արդեն, չգիտեմ, հնարավոր է, արդեն կան ընկերություններ, որոնք դա ինչ որ տեղ ունեն, բայց ավել տեղեկատվություն չունեմ, չգիտեմ, բայց կա հնարավորություն ամեն մի անհատի համար անհատականացված դեղորայք ստեղծել արհեստական բանականության օգնությամբ, որտեղ պերսոնալիզացիան է ավելի։ Այո, շատ հետաքրքիր է։ Կանխատեսումն է այնտեղ, որ սա ճիշտ պատասխանն է, թե չէ։ Իր համար էս ճիշտ լուծումն է, թե չէ։ Դրա ծախսը ինքը արհեստական բանականությունը կրճատում է 90%-ով։ Մենք մի քիչ խոսեցինք պերսոնալիզացիայի մասին, այսինքն որ մեծ բրենդերը կամ մեծ կազմակերպությունները իրանք արդեն սկսել են AI օգտագործել այն ուղղությունով, որ կարելի է շատ թիրախային դարձնել լսարանը ու համարյա թե արդեն կոնկրետ մարդուն ինչ որ մեսեջ ուղարկել կամ ինչ որ product առաջարկել, որ հենց իր համար է լինելու, բայց կա տենց տպավորություն, որ դա մենակ խոշոր կազմակերպությունները այդ հնարավորությունն ունեն թե չէ, եւ եթե չէ, ոնց միջին կամ փոքր բիզնեսները հենց նույն Հայաստանում կարողանան այդ պերսոնալիզացիան մարդկանց շատ ավելի բարձրացնեն, ինչ գործիքներ իրենք պետք է օգտագործեն, ոնց դա անել։ Հա, ես չեմ կարծում, որ դա միայն մեծ ընկերությունների հնարավորությունն է, որովհետեւ մեծերն էլ փոքրերն էլ միջիններն էլ համարյա նույն գործիքներն են օգտագործում։ Նույն գործիքը տալիս է նույն process-ն է, նույն արդյունքն է։ Պարզապես մենակ մի բան ասեմ, մեծերը ունեն ավելի շատ data։ Բնականաբար։ Այդ դա ճիշտ է։ Ու դա փոքրերի համար դա հեշտ լուծելի հարց չի։ Ուղղակի բոլորը պետք է աշխատեն այն data-ով, որ իրանք ունեն։ Okay։ Պարզ է, բայց փոքրերի մոտ նույնպես ինչպես մեծերի մոտ դատայի վրա կենտրոնանալը, տվյալների վրա, տվյալները ճիշտ հավաքագրելը, ճիշտ կազմակերպելը եւ այսպես ասած clean data, հա, մաքուր տվյալներ ստեղծելը ամենակարևոր բանից է, որովհետեւ դա է որոշում արդյունքների որակը։ Եթե դատան լավը չի, արդյունքը լավը չի, չես կարող ասել, որ արհեստական բանականությունը լավ տեղ չի տանում։ Դա պետք է սկսել ասենք ներքին process-ներից եւ տեսնել ինչ հնարավորություններ հատկապես փոքրերի համար բաց է թողնվում, հա, որովհետեւ փոքրերի համար ամեն մի փոփոխություն, դրական փոփոխություն, մի քիչ ավելի շատ ինֆորմացիա այնտեղից տվյալներ հավաքագրել, personalization-ի հնարավորությունները օգտագործել, ամեն մի փոքր փոփոխություն մեծ
տարբերություն անում, ի տարբերություն ասենք մեծ է, չէ։ Հետևաբար պետք է անպայման սկսել դատայից, ինչը բաց է թողնվում, դա շտկել եւ սկսել ընդլայնել այդ տվյալների հավաքագրման process-ը, որպեսզի դա օգտագործվի հենց դրանով արդեն, եւ որ դու օգտագործում ես AI-ի գործիքներ, պետք է դա արվի հատուկ, ոնց ասեցիք, պետք է դա արվի հատուկ այդ ընկերության համար, այսինքն այդ ամեն ինչը կուտակվում է միտեղ, large language model-ը կիրառում է հենց այդ տվյալները ու ըստ այդմ տալիս է արդյունքներ, ոնց որ ասենք personalization, այսինքն personalization-ը կա երկու տեսակ, կա customer-ի հետ կապված, ասենք հաճախորդի հետ կապված personalization, իրան տալիս ես այնինչ իրան պետք է իրան հարմար է, նույն ժամանակ ChatGPT-նա, Gemini-նա, Claude-նա եւ այլն դա օգտագործում ես քո դատայով, քո նպատակներով, քո հիմնական այնինչ դու ունես, որպեսզի արդյունքը լինի համապատասխան քեզ երկու կողմից էլ արդեն այնտեղ personalization-ը գնում։ Գործիքների տեսակետից կան տարբեր գործիքներ, ամեն օր 10 հատ նոր ինչ որ բան է դուրս գալի։ Բայց 10-ից 10-ը որ ամեն օր դուրս է գալի, կարող է վատ լինի կամ вообще չաշխատող ինչ որ բան։ Ճիշտ է, որն է աշխատողն է։ Թեմայի ենք մոտենում, որը շատ հետաքրքիր է, այստեղ hype-ն է։ Okay։ Շատ դժվար է hype-ից դուրս գալ եւ տեսնել իրոք սա տալիս է այն արդյունքը, այնինչ ինքը խոստանում է ու անընդհատ գործիքներ փորձելը դա էլ է ինչ որ բարդություններ է առաջացնում։ Դա ռեսուրս է պահանջում։ Դեմդ ինչ դուրս եկավ, ասենք փորձես դա։ Ինչ որ պահ պետք է գա, որ դու ընտրես այն ինչ որ քո համար քո ուզած անում է ու մնաս մինչև, ասենք ինչ որ մի այնքան մեծ տարբերություն կա, ասենք հաջորդ գործիքը, որ տալիս է ինչ որ զգալի մեծ տարբերություն կամ առավելություն, որ տեղափոխվես, որովհետև տեղափոխվելն էլ հեշտ չի։ Հետո այստեղ կա մի երրորդ թեմա, որը տվյալների բանը կիսվելն է։ Այսինքն մենք երբ որ օգտագործում ենք ChatGPT-ին, մեր բոլոր ինչը կիսվում ենք այդ ChatGPT-ի հետ, կուտակվում է, չէ՞, ասենք դա դառնում է data իր համար, ինքը կիրառում է։ Ոչ բոլորի համար է դա ցանկալի։ Հատկապես եթե դու կիսվում ես ընկերության գաղտնի ֆինանսական տվյալները։ Պատկերացրեք, ասենք եթե կիսվեն ընկերության տվյալները ու ուրիշ մեկը ինչ որ Perplexity-ից կամ ինչ որ մի ուրիշ գործիքից հարցնի ինչ որ թեմա, ու ինքը գնա ֆրա բերի այդ գաղտնի ֆինանսական տվյալները, այսինչ ընկերությունը, այսինչ տարին այսքան գումար ասել։ Perplexity-ն ունի դոստուպ ChatGPT-ի սաղ ինֆոին։ Չեմ կարող ասել, դա ասենք ինչքան դոստուպ ունեն, ինչքան ես դժվարանում եմ ասել, տեղյակ չեմ։ Ուղղակի դրա ռիսկի մասին է խոսքը։ Օրինակ մենք աշխատում ենք Terms and Conditions-ում գրած է, որ իրանք կարան երրորդ կողմերին վաճառեն քո սաղ ինֆորմացիան։ Բոլորն է միշտ տենց են եղել Facebook-ից սկսած, ուղղակի մարդիկ ուշադրություն չեն դարձրել, որ ինչքան բան են կիսվում։ Այո, բայց մենք ChatGPT-ի հետ մեկ շատ գաղտնի ինֆորմացիաներով կարանք կիսվենք ու դա ցանկալի չի որ։ Այո, ցանկալի չի, հա։ Այսինքն ենթադրվում է, որ ցանկացած բան, որ կիսում ես ChatGPT, դու ընդունում ես այն միտքը, որ ինքը կարող է այդ դատան օգտագործի իր մոդելը զարգացնելու համար։ Մոդելը զարգացնելու համար միգուցե դա այդքան չի խանգարում։ Այո, վտանգավոր է։ Բայց ասենք, եթե ունես բրենդ, եթե ունես միջազգային ճանաչված բրենդ, որի հետ կապված ինչ որ ինֆորմացիա է կիսվե եւ այդ ինֆորմացիան հրապարակվի ինչ որ ուրիշ ճանապարհով, որը դու չէիր նախատեսել, դա տանում է շատ մեծ բարդությունների։ Հետևաբար կա մյուս տարբերակը, որ language model-ը նստում է քո hard drive-ում, օլամայի նման, չէ՞, ասենք download ես անում, քաշում ես այդ language model-ը ու ինքը աշխատում է ներքին բանով, ինքը ինտերնետ չի կիսվում, մնում է քո մոտ։ Դա էլ է տարբերակ։ Ինքը կարողանում է օգտվել ինտերնետի տվյալներից։ Եթե դու դա թույլ տաս, այո, բայց քո դատան եթե դու չես զում կիսվի եւ դու մնա քեզ ինքը չի կիսվում։ Մենք այդ խնդիրը ունենք, օրինակ մենք Embarcadero-ում ծրագրավորման software ենք վաճառում, հա, ծրագրավորողները իրենք աշխատում են Delphi-ով եւ C++-ով։ Delphi-ով աշխատող ծրագրավորողները մի քիչ հին սերնդի են։ Իրանք բայց դա չի խնդիրը։ Խնդիրը նա է, որ
իրանց մտահոգումը այն, որ եթե ինքը կոդ ստեղծեց Delphi-ով, ու ինքը շատ դա համարում է իր սեփականությունը եւ իր ոնց են ասում մտավոր բանը էլի, այս մտավոր սեփականությունը IP։ Չի ուզում որ ուրիշ մեկը Delphi-ի մասին հարց տա եւ ասենք ChatGPT-ին կամ ցանկացած մոդելը բերի հենց իր գրած կոդը որպես օրինակ։ Բայց ինքը կարա բերի։ Բայց կարա բերի։ Այո։ Ու դա արդեն հարաճացնում է բարդություններ։ Հետևաբար, ասենք մենք հնարավորություն ենք տալի Ollama-ից էլ օգտվել, ասենք download ես անում, քո կոմպի մեջ ամնում եւ այդ մոդելը քեզ օգնում է որ ծրագրավորես առանց քո տվյալները կիսելու։ Դա էլ է լուրջ։ Վերադառնանք կիրառման թեմային։ Այո, կիրառման թեմային վերադառնանք։ Ես փոքր բիզնես եմ կամ միջին բիզնես եմ։ Աշխատում եմ ռեալ սեկտորում կամ թեկուս on-line ինչ-որ բան եմ վաճառում, բրենդ ունեմ կամ digital product եմ վաճառում։ Ոնց ինչից ես սկսեմ, որ ես լինեմ AI գրագետ։ Երկու բանից։ Հա։ Առաջինը ճիշտ ընկալել եւ հասկանալ ամբողջ բիզնես process-ները, որ դուք ունեք։ Ձեր մարքեթինգային process-ը ոնց է։ Որ channel-ներն եք օգտագործում, email ցանկ ունեք, սոցցանցերով եք աշխատում, Google Ads-ով եք աշխատում, որտեղից եք դուք բերում ձեր հաճախորդները, ասենք Google local business-ը միգուցե որտեղից են գալի ձեր հաճախորդները։ Այդ բիզնես process-ը, ասենք նույնիսկ պատկերելն է օգնում, հա, որ ճիշտ ընկալվի։ Եվ այնտեղ փնտրում եք օպտիմիզացիայի հնարավորություններ։ Մի հատ օրինակ բերենք։ Customer relationship management, օրինակ։ Դու ունես սիստեմ, որը քեզ բերում է 1000 lead, այսինքն ավելի շատ մեծ ընկերությունների դեպքում օրը կամ 10 տարբերություն չկա։ Լավ, 10։ Որն է քո ամենաճիշտ հաճախորդը, այդ լիդերից մեջը պոտենցիալ, հա, քո կայքը այցելեցին։ Հա։ Դու իրանց ինչ որ բան download արեցին, դու իրանց email ունես։ Okay։ Այդ մարդկանցից ով ամենաշատ հետաքրքրված քո ծառայություններով։ Ում համար է դա շատ հարմար։ Ով է քո պոտենցիալ հաճախորդը։ Դու ուզում ես գումար ծախսես 10-ի հետևից ընկնելով, հա։ Դե ուզում ես իմանալ ով է ճիշտը եւ դրա իր հետևից ընկնել։ Ուզում եմ իմանամ, ոնց իմանամ։ Պրոֆիլը իրանց մասին ինֆորմացիա հավաքելով, իրանց կարող ես 1000 բան կա որ կարաս անես, ասենք այս email-ից, այս անունից իրանց մասին նայել սոցցանցերով ինֆորմացիա, միգուցե LinkedIn-ով scraping անելով իրանց մասին ինֆորմացիա իմանալ կամ իրանց հետ խոսալով։ Okay. Email sequence ստեղծելով, ավտոմատացված email sequence ստեղծելով, որը կարող է chatbot-ի նման GPT-ին կառավարել, հա։ Այսինքն իրեն պոտենցիալ հաճախորդին ուղարկվում է մի հատ email, ոնց որ ծանոթության։ Այնտեղ հարցատալի, որն է ձեզ, ասենք, ամենաշատը հետաքրքրում կամ ինչ փուլում եք, ինչն է ձեզ հետաքրքրում։ Ստանում է պատասխան ChatGPT-ին, պատասխանում, okay, մենք ձեզ կարող ենք այդ GPT-ին ինքը ունի հասանելիություն ընկերության տվյալներին։ Մենք ձեզ կարող ենք եւ այլն առաջարկել այսինչ բաները։ Այնտեղ 10 հաճախորդ, ներողություն, 10 lead կամ պոտենցիալ հաճախորդի հետ խոսալը անում է մի հատ ChatGPT sense ասած։ Դա լինում է ավտոմատացված, այլ ոչ թե 1 կամ 2 հոգի, 1-1 զանգելով, 1-1 խոսալով, 1-1 մեյլերով։ Դա լինում է շատ ավելի արագ, շատ ավելի ավտոմատ եւ շատ ավելի քիչ ծախսով ժամանակի եւ գումարի շատ ավելի արագ հասնում իր նպատակին, որ իմանա մեր ամենահավանական հաճախորդը, որ շատ է հետաքրքրված մեր ծառայություններով, այս հաճախորդն է, այս պոտենցիալն է։ Դա մեկ, դա մի օրինակ է։ Շատ լավ, այդ շղթայով կարանք հետ գնանք էլ, որտեղ մենք կարանք ինչ-որ ավտոմատացում բիզնեսի մեջ մտցնենք։ Ամենածախսատար եւ աշխատանքատար մասերից մեկը content ստեղծելն է։ Այնտեղ արդեն պոտենցիալը հսկայական է։ Content ստեղծելու շատ ավելի արագ, շատ ավելի հարմարավետ, օրինակ, եթե Facebook-ի համար գովազդներ եք ստեղծում։ Okay, եթե ունեք մի graphic designer աշխատում է, ասում է, okay, մեզ պետքա 10 հատ տարբերակ գովազդի, նույն գովազդի 10 հատ տարբերակ։ Դիզայները մինչև նստի աշխատի 10 հատ տարբերակը ստեղծի, կարող է տևի, ասենք մինչև հաջորդ օրը։ Հա։ Իսկ AI-ի գործիքներով տալինում է վարկյանական ու բերում է 100-ից ավել, ասենք թե ինչքան ձեզ պետք է։ Եթե 1000 հատ եք ուզում, 1000։ Այդ արդյունքը բավարարում է։
Արդյունքը դե կախված է թե ինչքանով եք դուք այդ գործիքի հետ աշխատում։ Ինչքան ինֆորմացիա եք տալի, ինչքան մանրամասն ու ինչքան հստակ է այդ ուղղությունները, որ դուք տալիս եք։ Եթե այդ ուղղությունները sense ասած ջերիկ են, արդյունքն էլ է ջերիկ լինելու։ Եթե ինքը շատ ճիշտ կառուցվածքով է prompting-ը, հա, ինֆորմացիան, որ դուք տալիս եք կամ պահանջը, որ դուք տալիս եք, արդյունքը շատ հավանական է, որ մոտիկ լինի պահանջվածին։ Եթե ձեզ պետքա 10 հատ, ասենք, գովազդի տարբերակ, եւ դուք պահանջում եք, ասենք, 100 հատ, որ ինքը մի քանի րոպեների ընթացքում տալիս է, ինչքան է հավանականությունը, որ այդ 100-ից 10-ը համապատասխանի ձեր ցանկություններին։ Հավանական է։ Հա, դա արդյունքի որակը կախված է մոտեցման որակից, միայն գործիքից չի։ Չէ՞, ասենք ինչքանով է այդտեղ գալիս է prompt engineering-ի հասկացողությունը, ոնց ճիշտ prompting անել, այսինքն հարց տալ, որպեսզի ստանալ պետք եղած արդյունքը։ Okay. Այսինքն համ այնտեղ մարդու աշխատանքն է շատ կարևոր, համ գործիքինը։ Երկուսը միասին է, որ պետք եղած արդյունքն է տալի։ Գործիքը ինքը իրանից հրաշագործ չի։ Բոլորս գիտենք, որ ինքը աշխատում է միայն ներկապահին ինչ տվյալներ որ ունի, այդ տվյալների կիրառման փայնքը ու ինքը մեքենայական ուսուցման, չէ, machine learning-ի, հա, այդ տեխնոլոգիաներով է, այսինքն ինքը բերում է այնինչ ինքը համարում է, որ քեզ համապատասխանում է։ Հետևաբար դու ինչքան իրան ինֆորմացիա տաս կառուցված, ճիշտ կառուցվածքով, այդքան այդ համապատասխանելու հավանականությունը բարձրանալու։ Մինչև անցնենք ավտոմատիզացիայի մյուս կիրառման ձևերի, ասեմ, որ մարդկանց, ով որ մտածում են, որ ինչ-որ բարդ բաների մասին ենք խոսում, կամ AI գրագիտությունը հասկանում են, որ կարևոր է, բայց չգիտեն ինչից սկսել, գոյություն ունի iKesban կուրսերը, որտեղ որ մարդիկ կարան գան, սովորեն AI գրագիտություն որպես սկսնակ, կարան գան կազմակերպություններ եւ կազմակերպություններում կարվի վերլուծություն եւ առաջարկ կարվի ոնց ինչ process-ներ ավտոմատիզացնել, դա սա iKesban-ի ֆորմատի մեջ մտնում է, հղումը կլինի նկարագրության մեջ, իսկ հիմա շարունակենք հասկանալ, թե ինչ էլ մենք կարանք բիզնեսում ավտոմատիզացնենք AI միջոցով կամ ինչ խնդիրներ մենք կարանք լուծենք։ Ես ես վերջերս կարդում եմ էլի մի հատ հոդված, որտեղ որ շատ այնց լավ նկարագրվում էր, որ ստրատեգիա, ինչ որ ստրատեգիա մշակելուց AI-ը շատ օգտակար է, որովհետև ինքը կարողանում է data բերի, ինքը կարողանում է ինչ որ լուծումներ տա, որը որ հենց կարող է չգիտեմ, ինչ որ մեկը կիսվել է ինչ որ կազմակերպություններից այդ ChatGPT-ում, ու դու իր ներքին ոնց որ data-ն կարող է ինչ որ մի ձևով կարողանաս ստանաս։ Իհարկե, էլի հալյուցինացիաների քանակը կարա շատ լինի, դրա համար պետք է էքսպերտիզա, որ դու հասկանաս, թե դու ինչ ես անում, ոնց ես անում, ճիշտ է այդ ստրատեգիան թե սխալ է, բայց ստրատեգիայի առումով ոնց որ sense մի հատ լավ մաս կա, որ դու կարաս կիրառես։ Տենց է, չի։ Ճիշտ է։ Ճիշտ ասած, դուք ձեր աշխատանքի մեջ կիրառում եք։ Միանշանակ։ Արդեն ամեն ինչ այնտեղից սկսում է։ Okay։ Որ նպատակ դնել, հստակ նպատակ եւ ChatGPT բառը օգտագործեմ, հա, մենք դա հանգալ ենք որպես բոլոր մոդելները։ Չնայած որ շատ տարբեր խնդիրներ լուծելու համար ChatGPT-ին չի որ ամենալավն է, իհարկե պետք է իմանալ որ խնդրի համար որը օգտագործել։ Ասենք լավ, AI մոդելներից, հա։ AI մոդելներից ամենաառաջինը հենց դա է գալիս, որ ասենք նպատակն ես դնում ու խնդրում ես որ այսինչ նպատակի շուրջ ինքը ստրատեգիա կառուցի։ Ինքը շատ մեծ դատայի ինքը բազայով է, ինքը ֆորմա մեջով քեզ բերում է շատ խելամիտ ու շատ լավ մտածած, կառուցված ճիշտ ձևի կառուցված բաներ ու գնալով ինքը շատ է իր արդյունավետությունը այդ ուղղությամբ շատ է բարձրանալու, գնալով ավելի հզորանալու է, հատկապես եթե ինքը ունի agentic բաներ, գործակալական, ասենք լավ իմաստով հնարավոր agent բառը Հայաստանում մի քիչ ուրիշ ձևաչում է։ Okay։ Այսինքն ինքը ինքնուրույն որոշումներ կայացնելու, ինչ որ բաներ անելու պոտենցիալը որ ձևավորվի, բայց այնտեղ արդեն բնականաբար ռիսկերը տասնապատկվում են, որ ասենք արդյունքներ կարող ես ստանաս, որ դու չի նախատեսել ու չես էլ ուզում, դրա ռիսկը միշտ կա։ Այո։ Հետևաբար ժամանակի ընթացքում կիրառումը անհատականացնել եւ օպտիմիզացնել ավելի ճիշտ բառը դա շատ կարեւոր բան է, ոնց որ ասում եք, ասենք եթե ձախողվեց, դա չի նշանակում վերջն է։ Այո։ Պետք է էլի փորձել, մինչև մարստանա այն սահմաններում, այն արդյունքը, որը ինքը սկզբից էլ ուզում էր։
ու դա շատ հնարավոր է, դա ասենք դա հսկայական արդյունավետության փոփոխություններ է բերում, աներևակայելի։ Հիմա ասում են ընկերություններ կա գոչվում է The Big Four, McKinsey & Co, Booz Allen Hamilton, այդ խորհրդատվական ընկերությունները, որը ասենք եթե մի փոքր հետազոտություն ես ուզում, կարող է ասենք, չգիտեմ, քանի հազարներով դոլարներ արժի մի փոքր ինչ որ կամ 10 կամ 100,000 ասում են այդ 4 ընկերությունները վտանգված են հենց դրա համար Ernst & Young եւ այլն, այտենց ասում են The Big Four, չէ՞։ Ինչ որտեղ վտանգված են, իրանք վտանգված չեն լինի, իրանք աշխատավոճը ձևափոխելու շատ մեծ հնարավորություններ ունեն, այտենց էլ կան են։ Ուզում ասեմ իրենց աշխատանքը AI մոդելները տալիս են վարկյանական այնինչ իրանց մոտ տեղում էր, ասենք ամիսներ կամ շաբաթներ եւ շատ բարձր արժեք ուներ, դա AI մոդելը։ Բայց հետևը ոչ մեկ պատասխանատու չի դրա։ Ճիշտ է։ Պատասխանատվություն դա եւ դա հենց է դա որ այս Big Four-ի համար իրանց առավելությունն է, որ իրանք էլ են կիրառելու AI մոդելներ, բայց այնտեղ այդ ամեն ինչի տակը լինելու է իրանց ստորագրությունը։ Այո, իրանց անունն է որ կարևոր է լինել։ Այո, իսկ ավելի փոքր, ավելի քիչ ռիսկային կամ ինչ որ մեծ մասշտաբային բաներ, ասենք անձնական, չգիտեմ, սոցցանցերի content-ի համար, social media content-ի համար մոտեցում ստրատեգիա, ինչի մասին դուք ասենք անձամբ կարող եք խոսալ կամ ես։ Ես դա արել եմ։ Եկող տարին ես ուզում եմ խոսալ այսինչ թեմաներից։ Շատ լավ։ Օրինակ հերավար աշխատանքից remote work։ Okay, շատ բարձ բան։ Ինձ դուր 100 տարբեր թեմաներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում remote work-ի, հերավար աշխատանքի թեմայի շուրջ։ Միանգամից բերում է։ Շատ լավ։ Այս ամեն մի թեմայի շուրջ ինձ 3 տարբեր LinkedIn-ի եւ Facebook-ի post-եր գրի։ Բերում է։ Բնականաբար, այդ դա կտևեր, չգիտեմ, եթե առանց դրանալը, հա, էլի։ Իսկ դա ես վերցնում եմ ու էլի editing եմ անում, բնականաբար դա աշխատում եմ դրա հետ, հենց copy paste-ի հարց չի։ Բայց ես ունեմ հսկայական content, բազա ունեմ, որից ես կարող եմ օգտվել, որ իմ գործը sense ասած առաջ տանեմ ու ես դա ստանում եմ վարկյանական։ Ինչը կարող է տևել շաբաթներ առանց չափազանցության։ Ես content-ի ստեղծման process-ի մեջ, մանավանդ եթե տեքստային content-ի մասին ենք խոսում, շատ լավ պատկերացնում եմ, հասկանում, մտածում եմ, որ մարդիկ էլի ոնց որ անցալում են, օգտվում են արդեն շատ հեշտ է դա։ Իհարկե որակը արդեն կապված է նրանից, թե դու ինչքան լավ ես տիրապետում պրոմպտերին, ոնց ես դու հասկանում, ոնց պետքա շփվել AI-ի հետ եւ այլն, բայց ոնց որ արդեն կամացից մարդիկ սովորում են ոնց դա անել։ Կան ինչ-որ խնդիրներ բիզնեսի մեջ, որը որ այդքան էլ པարզ չի բարշի ոնց կիրառել, բայց սա խոսում է նրա մասին, որ իրանք արդեն կիրառում են։ Օրինակ, հենց կլիենտի հետ շփում ոնց է դա արվում, ինչ ինստրումենտներով է դա արվում, հեշտ է դա կիրառել փոքր բիզնեսի համար, թե դա ինչ-որ մեծ ռեսուրս է պահանջում։ Իրանք ինչ-որ մասնագետ կարան ներգրավեն, որ դա կարա իրանց մոտ ներդնի, թե այդպես մասնագետներ դեռ գոյություն չունեն, ոնց այդ մասնագետի անունը, կոնկրետ, էլի ոնց որ մի քիչ խոսենք։ Շատ լավ։ Դա ամենաբարձ օրինակը այդ հարցի հետ կապված customer service-ն է, չէ՞։ Customer service-ի աշխարհում դու ունես տարբեր տեսակի customer service շակերտել բողոքներ, customer service-ին է զանգում տարբեր հարցերով։ Կա համակարգ, որը համարի ամբողջովին հիմնված է AI-ի վրա։ Դուք պատկերացնում եք, որ այնտեղ այդքան էլ տենց ցանկալի տարբերակ չի, որովհետև այնտեղ առաջանալու են շատ խնդիրներ, բայց կարելի է արհեստական բանականությունը կիրառել այն խնդիրների համար, որոնք շատ հեշտ ու պարզ լուծվում են։ Այսինքն սկզբից ախտորոշել որն է խնդիրը, օրինակ ապրանքը ուշացել է, մեկը ինչ որ e-commerce-ով ինչ որ ապրանք արի, այդ ապրանքը ուշացել է, բողոքում է։ Այդ դեպքում, ասենք, կարելի է AI-ով արդեն շարունակել, ասել մենք ձեր բանը հարցը կլուծենք, ձեր հետ կկապնվենք եւ այլն կամ այստեղա մի քանի օրից կհասնի եւ այլն։ Ունես ուրիշ ավելի խոր մակարդակի ինչ որ բարդություններ, որոնք հնարավոր չի արհեստական բանականությամբ առաջ տանել, որտեղ ցանկալի է հա, շփումը ցանկալի է, որովհետեւ այնտեղ կան շատ բարձր նյուանսներ։ Կան նաեւ e-commerce-ի մակարդակի բաներ, օրինակ, եթե դու վաճառում ես շատ թանկարժեք ավտոմեքենաներ, դու չես կիրառելու արհեստական բանականություն քո հաճախորդների հետ խոսալու։ Եթե քո հաճախորդը
ասենք եկելա, չգիտեմ, $500,000 ավտոմեքենա է ուզում առնի, դու իր հետ չես շփվելու արհեստական բանականության հետ ճանապարհով։ Բայց խի, որովհետև customer experience-ի մեջ դա խանգարող երևույթ է։ Ինքը e-commerce-ի տարբեր մակարդակներն ու մասշտաբներն են ազդում այդ բանի վրա։ Հաճախորդի ակնկալիքը, e-commerce-ի հաճախորդը մեկը որ, չգիտեմ, on-line կայքից ինչ որ բանա պատվիր է։ Ինքը չի զարմանալու, որ ինքը AI-ի հետ է շփվում, որովհետև այնտեղ կան մասշտաբային խնդիրներ, չէ՞, մասշտաբային է ինքը դա, իր նման խնդիր ունեցողներ շատ են, լուծումը ստանդարտ է, արդեն ավտոմատացման ճանապարհով կարելի է այդ խնդիրը բանանել ու չզբաղացնել մի ամբողջ ընդհանուր առմամբ, եթե բիզնեսի մասին ենք կոնկրետ խոսում, եթե ինքը երկար է արդեն աշխատում, շատ դեպքերում բիզնեսը արդեն 100%-ով գիտի իրան ինչ հարց են տալու։ Որովհետև սահմանափակ է այդ հարցերի քանակը այդ product-ի շրջանակում։ Իհարկե կարող է 5 տարի մեկը մի հատ ինչ-որ նոր յուրահատուկ բան հորինի, թե ինչի շուրջ ինքը հարցում էր։ Բայց ընդհանուր առմամբ բոլոր մարդիկ համերանույն հարցեր են տալու, դա կարող է մի 200 հատ տարբեր հարց է։ Այդ երևի ամենաճոխ դեպքերում, էլի, իսկ ընդհանրապես մի 20 հատի մասին է խոսքը գնում։ Այսինքն դա կարելի է բացատրել, ավտոմատացնել, օպտիմիզացնել միանշանակ ու պարտադիր չի արհեստական բանականությամբ ուղղակի չարբոտով էլ կար։ AI-ից առաջ դա անում էին, ասենք ինչ որ parse blog post-ով, ասենք եթե էսա ձեր խնդիրը, եթե սա է, խնդրում ենք կարդալ այս ինչ բանը կամ այս վիդեոն նայել։ Եվ այլն դրա AI-ից առաջ տենց էր արվում, չէ՞։ Իսկ AI-ի դեպքում արդեն ինքը մի քիչ ավելի ինտերակտիվ ալնում, խոսակցության ձևով ալնում, բայց արդյունքը նույնն է, որ ինչը արդեն դիագնոզը արված է, լուծումը པարզ է, ամեն անգամ որ այդ խնդիրը առաջանում է, պարտադիր չի 0-ից արդեն ինչ որ բան անել, էլի զբաղվել։ Ավտոմատացված պատասխանը կա, կարելի է։ Յուրահատուկ դեպքերում արդեն ինքը մեգուսացվում է այդ բողոքների հոսքից, որ սա ավելի կարևոր խնդիր է կամ մասշտաբն է բարձր կամ ինչ որ եթե ավելի լուրջ է կամ մենք այս խնդիրը չենք ունեցել, այդ դեպքում կարելի է AI, ասենք մարդկանց հատկացնել, հա, աշխատողների customer service-ի, մինչև ախտորոշել, իմանալ կոնկրետ խնդիրը ոնց է եւ լուծումը ինչ է, եւ արդեն դա միացնել ավտոմատացված համակարգին նորից։ Եվ արդեն այնտեղ մարդիկ եւ արհեստական բանականություն աշխատում են կողք կողքի, ու դա 95 դեպքերում, 95% դեպքերի 95%-ում ես ակնկալում եմ, որ դա է լինելու, ասենք կողք կողքի են աշխատելու, այլ ոչ թե բոլորը կնանտուն, այնտեղ միայն արհեստական բանականության ձևով նեղ դեպքերում հնարավոր է։ Բայց հնարավոր չի, որ շատ շուտով արհեստական բանականությունը այդ գործը կանի շատ ավելի լավ, քան մարդը։ Ու դա դա իմաստը մարդու։ Եթե դու կարաս։ Այո, կան շատ process-ներ։ Սա նման է, օրինակ, երբ որ բանկոմատը ստեղծվեց, բոլորը ինչ էին ասում, այլ բանկերը փակվել են, բանկի կարիք չի լինելու։ Բայց ինչ եղավ, բանկի աշխատողները, ասենք կանխիկ ստանալ տալու փոխարեն, անցան ուրիշ ծառայությունների, ուրիշ գործերի։ Դա շատ նման բան է լինելու, բոլոր տեխնոլոգիաները տենց են։ Ուղղակի արհեստական բանականության դեպքում այդ շոկը, որ ապրելու է մարդկությունը, որ ինքը ինչքան արագ է գործողությունները փոխարինելու, հա, ասենք 80-90% արդյունավետությամբ լինելու է շատ արագ ու շատ մասշտաբային։ Հենց դրա համար մենք դրա մասին խոսում ենք, որ մարդիկ պատրաստ լինեն դրան։ Այո, շատ ճիշտ է, անխուսափելի է, չէ՞։ Անխուսափելի է։ Մի հետաքրքիր բան հիշեցի։ Մեկը ասում էր միգրացիայի թեմայով, հա։ Ինքը թվում է շատ հերու թեմա է։ Միգրացիա, ապօրինի միգրացիա։ Ասում էր կան շատ երկիրներ, որոնք շատ մտահոգ են ապօրինի միգրացիայով։ Ասում եմ դուք մտահոգ եք այդ մարդկանց, որոնք ապօրինի ճանապարհով գալիս են այդ երկրում, հաստատվում են եւ այլն եւ այլն։ Ու իրանք ստեղծում են, ասենք սոցիալական խնդիրներ, ասենք բանը, թոշակ, աշխատավարձ, հարկեր, մարկեր այդ ամբողջ համակարգի համար։ Ասում եմ դուք շատ ավելի լուրջ եւ սա բանն էր, Նյուվալ Հարարին էր։ Ասողը նոր հիշեցի ով էր ասել։ Ասում են դուք չեք մտածում են արհեստական բանականությամբ աշխատողների մասին, որոնք շատ ավելի հսկայական քանակներով մտնելու են ցանկացած երկիր ու փոխարինելու են աշխատողների, ասենք զգալի տոկոսը։ Իրանք այդ ապօրինի միգրացիայի շատ ավելի լուրջ խնդիր է։ Հայաստանից կարա Ամերիկա այդ ագենտ AI-ը մտնի ու ամերիկացիները կմնան առանց գործ։ Բայց Հայաստանում մարդիկ աշխատեն փող Ամերիկայում։
Կստացվի։ Այո, այդ ամեն ինչը կոպիտ ասած խառնվում է իրար։ Այդ իմ կարծիքով լինելու է sense համարյա ամբողջ աշխարհի տնտեսությունների վերադասավորում։ Մենք հիմա աշխարհը ընկալում ենք առաջին աշխարհ, first world, Եվրոպա, Ամերիկա եւ այլն տենց, չէ։ Այո։ Եվ third world ընկալում ունենք, երրորդ աշխարհի երկրներ, ավելի հետ ընկած, հա, տնտեսականորեն։ Մենք դա չափում ենք ինչով ՀՆԱ-ով եւ այլն տենց տնտեսական չափանիշներով։ Ինձ թվում է, չգիտեմ, մի 10 տարվա ընթացքում դա վերադասավորվելու է արհեստական բանականության զարգացման մակարդակով։ Այն երկրները, որը կարողացել են ճիշտ ներառել արհեստական բանականության պոտենցիալը ու ձևափոխել են իրենց աշխատուժը առանց շոկերի ենթարկվելու, դա լինելու է, իրանք լինելու են նոր առաջին աշխարհը։ Իսկ երկրների մոտ, որը չի ստացվում դա անել, լինելու են նոր երրորդ աշխարհը։ Այս շատ հետաքրքիր միտք է։ Իսկ Հայաստանը ինչ օրի է այդ հարցում։ Հայաստանը ոչ առաջանկած, ոչ հետանգած։ Մենք ունենք պոտենցիալ, որ ճանաչվում է։ Այսինքն մենք ունենք NVIDIA-ի այս վերջի հսկայական բանը, ներդրումը, չէ՞։ Մենք ունենք շատ մեծ առավելություններ։ Մեր առավելություններից մեկը նաև որ մենք փոքր երկիր ենք։ Փոքր երկրում ճիշտ հոգեբանությամբ, այո, շատ ավելի արագ կարող է։ Արդեն ոնց որ ուրիշ խնդիրներով ենք հետաքրքրված, այս մեկը այդքան էլ մեր համար հիմա կարևոր չի, շեղված ենք, բայց չեմ կարող ասել, որ դա, ասենք, կարևոր խնդիր չի։ Մենք շեղված ենք խնդիրով, որ շատ կարևոր է։ Իհարկե, բայց կարող է հենց այս խնդիրը լուծելով մենք այդ խնդիրը շատ ավելի հեշտ լուծենք։ Միանշանակ չի կարելի անտեսել, մենք պետք է անընդհատ առաջ գնանք այդ ուղղությամբ։ Չգիտեմ ոնց ասել, վերապատրաստել մեր փոքրից մինչև մեծահասակ կարիերա ունեցող մարդուն վերապատրաստել այդ հոգեբանությունը, մոտեցումը, մտածելակերպը ձևափոխել, որպեսզի իրենք կարողանան օգտվել արհեստական բանականությունից, այլ ոչ թե դուժել։ Բոլորի համար տարբեր, ասենք, մոտեցումներ է պահանջում, բնականաբար բոլորին նույնը չես ասել, բայց բոլորի համար մի բան պետք է, ինչ որ բան անել պետք է աշխատել անցել ու աշխատանք արվում է, ունենք կազմակերպություններ, ֆաստի նման, որոնք ծրագրում են փոքր տարիքի երեխաների հետ աշխատել, մենք ունենք Generation AI ծրագիրը, մենք այդ ծրագրի մասին արդեն խոսացել ենք մեր ոդկասթի շրջանակներում իդեպ։ Մենք ունենք բանակի հետ աշխատող, բանակի փոքր խմբերի հետ արհեստական բանականության ուսուցման ու ունենք բազմաթիվ ծրագրեր։ Հայաստանը ունի շատ մեծ առավելություններ այդ ուղղությամբ։ Պոտենցիալը մեծ է, այսինքն։ Այո, շատ խելացի աշխատուժ ունենք։ Ձիգ մեզ պայենք, միշտ այդ պոտենցիալը կարողանանք ճիշտ ձևի օգտագործենք եւ հիմա չանտեսենք հենց այս տրանսֆորմացիան, որ գալիս է մեր վրա որպես ասենց մի հատ մեծ wave, հա, ոնց է ալիքա գալիս մեր վրա։ Մենք պետք է կարողանանք չսկենք դրա տակ։ Մենք կարողանանք մնանք վերևը։ Միանշանակ ու չեմ կարծում որ մենք կսկենք, մենք այդ հմտությունը ունենք հասկանալու ինչ ուղղությամբ վրա գնալ ու շատ արագ հարմարվել այդ նոր ալիքներին։ Ես համոզված եմ, որ դա Հայաստանում դա շատ տարածված բան է, հմտություն է, էլի։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Հնարավորությունն է կա, հետաքրքրությունն է կա, կարողությունն է կա, մտածելակերպն է կա այդ ամեն ինչի համար։ Եվ վերջում մեր ոդկասթի շրջանակներում կուզենայի, որ ձեր գիտելիքների փորձի վրա հիմնված մեր լսարանին փորձեք ինչ-որ խորհուրդ տալ, ոնց էս AI տրանսֆորմացիայի մեջ մարդիկ կարողանան մնան ստաբիլ, զարգանան, հուշտ չլինեն այդ փոփոխություններից, չմտածեն, որ իրանք ինչ-որ դուրս են թռել, ինչ իրանք անեն, մտածեն կամ ոնց Առաջինը սկսեք սովորել հենց այսօր։ Եթե չեք սկսել սովորել, սկսեք հենց այսօր։ Մարդկության պատմության մեջ այսպիսի հնարավորություն չի եղել, որ մարդ ինչ-որ մի բան ցանկանա սովորի ու այսքան հնարավորություն ու ինֆորմացիա հենց իր դեմը դրած անվճար լինի։ Դա հիանալի հնարավորություն է, մարդկության պատմության մեջ sense բան երևի չկա։ Մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակներում։ Եթե դուք ունեք ցանկություն ձեր մասնագիտական, ասենք նեղ մասնագիտական ոլորտից դուրս գալ կամ ձեր մասնագիտական ոլորտում ավելի առաջ գնալ, սկսեք արհեստական բանականություն սովորել հենց այսօր, ոչ տեխնիկական տեսանկյունից։ Տեխնիկական տեսանկյունը շատ հավանական է, որ ձեզ պետք չի գալու։ Հա, թողեք դա ինժեներների, Հա, դա չի կարևորը։ Կարևորը հենց
կիրառման կոնտեքստն է, ոնց օգտվել եւ ոնց ստանալ որակ։ Երկրորդը ստեղծեք գիտելիքների բազա, ստեղծեք ոչ թե գիտելիքներ, այլ դատայի, հա, ինֆորմացիայի բազա ձեր մասին, ձեր ընկերության մասին, այն ինչ որ դուք կիրառելու եք, որպեսզի արդյունքը լինի յուրահատուկ ձեր համար, միայն ձեր համար։ Ստեղծեք այդ բազան, դա էլ դժվար չի։ Երկուսն է շատ հեշտ ու շատ արագ արդյունք տվող բաներ են։ Սկսեք ստեղծել ձեր բազան եւ սկսեք սովորել հենց այսօր։ Ամենաշատը դա է ու սկսեք փորձել կիրառել այդ ամեն ինչը, որ գալիս է, ասենք image-ներ ստեղծելու, նկարներ ստեղծելու, հա, ասենք visual content ստեղծելու ինչ գործիքներն են ամենալավը, տեքստին ստեղծելու ինչ որոնք են ամենալավը, ինչի համար, հա։ Եվ եթե հնարավորություն ունեք AI agent-ների մասին էլ արդեն սկսեք սովորել, որովհետև արդեն դա հաջորդ քայլն է, հաջորդ փուլն է, որը դառնալու է սովորական։ Եթե դուք այսօր սովորեցիք AI agent ստեղծելու կիրառել, դուք արդեն մարդկության 90%-ից արդեն առաջ եք ընկել։ Արդեն մինչև վաղ առավոտ, եթե դուք այսօր նստեցիք սովորեցիք այդտենց մի բան, դուք մարդկության 90%-ից արդեն առաջ եք։ Ընդհանրապես կարևոր չի, չէ՞, դուք ինչով եք զբաղվում, վարակույր եք ծախում, թե ծրագրավորման ծառայություններ։ Չէ։ Ընդհանրապես կարևոր չի։ AI-ը մտնելու է ամենուր։ Լինելու է ամենուր ու ինքը օգնելու է մեզ ամենուր, որ մեր հնարավորությունները բազմապատկի 10 անգամ, 100 անգամ։ Ինձ այս process-ը հիշեցնում է, որ երբ որ նոր թվայնացման process-ներն էր բիզնեսում սկսվում, ով որ առաջինը իր ոլորտը կարողանում էր թվայնացնել, ինքը մի հատ բում էր ունենում։ Հիմա որ առաջինը կարողանա ճիշտ ձևի իր մոտ, իր ոլորտում, իր մասնագիտության մեջ ճիշտ ձևի կիրառի, ինքը առաջ կգնա։ Տենց է։ Այո, միանշանակ տենց է։ Իսկ զգուշացնեմ, եթե դուք դա չանեք, ձեր մրցակիցը միանշանակ անելու է, արդեն անում է։ Հետևաբար սկսեք միգուցե Ռեարմինիայի դասընթացներով, միգուցե դա։ Շատ լավ, ես կարծում եմ, որ շատ լավ է, որ մենք այսօրվա ոդկասթը վերջացնում ենք հնարավորությունների մասին խոսակցությունով, որտեվ իրոք մենք հնարավորությունների դարաշրջանում ենք։ Այո, իհարկե ռիսկերը բոլոր դարաշրջաններում են եղել են, մարդիկ միշտ էլ ունեցել են ռիսկ, որ ինչ-որ բան սխալ ուղղությամբ կգնա կամ ինչ-որ միտեղ պատերազմ կլինի կամ ինչ-որ բան, բայց նաև ունեցել են հնարավորություններ։ Հիմա եթե մենք կարողանանք օգտվենք հնարավորություններով, մենք շատ արագ, շատ ավելի հեշտ կկարողանանք շտկենք ռիսկերը, որ այդ հնարավորությունները բերել է։ Ուրեմն շատ լավ, որ այս նոտայի վրա ենք մենք։ Ռիսկերը կչացնելու ամենահեշտ ձևը ալիքի հետ գնալն է եւ ոչ թե ալիքին հակառակ։ Այո։ Շատ շնորհակալություն, ինձ առնվազն շատ հետաքրքիր էր զրույցը։ Գրեք մեկնավորությունների մեջ ոնց էր ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։